խորհրդակցությունների են հրավիրել, իմացար Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի կապակցությամբ։ Ժողովուրդ, պատկերացնում եք ինչ են հորինել իրանց համար։ Ասես Հայաստանը գնում է ինչ-որ մի տեղ ատոմային զենք բերի, որ գցի Մոսկվայի վրա, մոտավորապես նույն վերաբերմունքն է, էլի։ Այսպիսի մի զարուրելի դրություն են ստեղծել, դիվանագիտական կոնֆլիկտ, երկու երկրների մեջ չգիտեմ ինչ, եւ կենասները ուրեմն քաղցրանալու են մինչև ընտրություններ, դրանից հետո կախված ընտրությունների արդյունքներից Մոսկվան հասկանալու է, թե ինչը ինչպես եղավ, որը որից հետո է։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կապերկինը կանչվել է Մոսկվա եւ այլն եւ այլն, ուրեմն Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման քայլերի հետ կապված, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը։ Որտեղ են վնասում։ Շատ հետաքրքիր է, էլի որտեղ են, չկա ապացույց։ Չկա։ Լավ չեք զգում, գիշերները լավ չեք քնում, անհանգիստ եք քնում, ոտները ճղաձգվում են, ինչ ասեմ, կես երազներ եք տեսնում, որտեղ են վնասում, ոչ մի բացատրություն չունի ԵՏՄ-ն կամ ԵԱՏՄ-ը, ոչ Կրեմլը, ոչ Պեսկովը, ոչ այս բաները ԱԳՆ-ն չեն կարողանում բացատրել, թե որտեղ են վնասում։ Ինչպես են վնասում։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որին Հայաստանը մուծում է իր մուծելիքը, ստանում է իր օգուտները, երբեմն ավել է մուծում, քիչ օգուտ է ստանում, երբեմն հակառակը չգիտենք։ Մի խոսքով, քանի համաձայն են այդ երկրները լինել այնտեղ, լինում են։ Հենց համաձայն չեն լինում, կարող են դուրս գալ։ Ինչ եղեն, չես կապտել։ Չես կապտել։ Կարող է դու բանը Ռուսաստան կոչվածներդ կամ Ղազախստան կամ մյուսները ձեր պետությունների շահին հակառակ բաներ եք անում ԵԱՏՄ լինելով։ Չէ, ինչ կա ստեղ նեղվելու։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։